Կառավարությունը նախորդ նիստերից մեկում որոշեց, որ դպրոցներում Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է հնչի սաների կենդանի կատարմամբ։ Այն, որ օրհներգը հանրակրթական հաստատություններում կատարվելու է ամեն երկուշաբթի մինչև դասերը սկսելը, ամրագրվել է դեռ շատ տարիներ առաջ օրհներգի մասին օրենքով։ Երևանի Վազգեն Առաջինի անվան համար 168 հիմնական դպրոցի սաներին դուր է գալիս հիմնը կենդանի կատարելու որոշումը։ Երևի շատ նորմալ է, որ բոլոր դպրոցներում հայկական հիմնը հնչի, եւ հիմնականում երբ հիմնը լսում ենք, մեր հանդեպ ինչ-որ հայրենիքի հանդեպ մեծ սեր առաջանում, հայրենաճանաչություն, հայրենասիրություն։ Իրականում ես էլ եմ շատ ճիշտ եմ գտնում, որ ամեն առավոտ մենք մեր դպրոցում մեր հիմնը լսենք, որովհետեւ ոնց որ առավոտը սկսում ենք մեր հայրենիքի հենց հիմնով ու ավելի հայրենասիրություն, հայրենաճանաչում ենք զգում։ Ցանկացած երիտասարդ, որ մտնում է դպրոց, այդ արդեն իր համար, այսպես ասած, իր հիմնը հնչում է ու ինքը ավելի փոքրուց հայրենասեր է էլի մեծանում։ Տնօրենն ասում է, 1 տարուց ավելի է ամեն երկուշաբթի հիմնը հնչել է դպրոցում եւ միայն դրանից հետո է զանգը տվել ու երեխաներին դասի կանչել։ Երբ արդեն սահմանվեց, որ պետք է օրհներգի կենդանի կատարում ապահովվի, մանկավարժական խորհուրդը որոշել է, որ պետք է դպրոցի երգչախումբը երգի։ Հաստատությունում ի դեպ ավելի քան 1400 սովորող կա եւ բոլորին ներգրավելը տեխնիկապես բարդ կարող է լինել։ Տնօրենի խոսքով մյուսներն էլ անընդհատ լսում են, քանի որ դպրոցի բոլոր միջոցառումները սկսվում են Հայաստանի Հանրապետության հիմնով։ Ավելի շատ է մոտեցնում ես պետության զգացողությանը։ Հիշենք, որ շատ ժամանակներ կար, երբ նույնիսկ հասուն մարդիկ երգի բառերը չգիտեին։ Իսկ այսօր երեխաները դպրոցից այդ պետականության զգացողությունը իրանց մեջ կարտնանա։ Ավելի պարտավորված կլինեն, ավելի հավաք զգաստ կլինեն։ Դպրոցի հոգեբանը չի կարծում, թե հիմնի պարտադրանքը կարող է միջոցառումը զուտ արարողակարգային դարձնել։ Իմ կարծիքով դպրոցում հիմնը հնչելը շատ կարևոր է, քանի որ այն ունի կրթական, դաստիարակչական եւ ինչու՞ չէ խորհրդանշական մեծ նշանակություն։ Հիմնը ինչ է իրենց ներկայացնում, միասնություն չէ, հավաքել մի գաղափարի շուրջ։ Իսկ դպրոցային վայրն է, որտեղ ձևավորում է երեխայի անձի ինքնությունը եւ կարծում եմ, որ հենց դա էլ կնպաստի, որպեսզի երեխան ինքը սովորողը ինքը հասկանա, որ ինքը հանդիսանում է այդ ազգի պետության մի մասնիկը, միասնականության գաղափարը նրանց մեջ նույնպես կձևավորվի։ Փոխնախարարը որոշման պատճառների մասին է խոսում։ Պետությունը, որպես այդպեսին, ունի նաեւ ատրիբուտներ շատ կարեւոր, ուրեմն նշաններ, որոնք պետականության եւ պետության ուրեմն խորհրդանիշներն են եւ դրանցից մեկը եւ ամենակարևորներից ազգային օրհներգն է։ Ամեն անգամ երգելիս, ամեն անգամ կատարելիս, ամեն անգամ ունկնդրելիս մենք համախմբվում ենք պետության ներքո, պետության շուրջ եւ հենց դա է իր իմաստը։ Նոր կարգով սահմանվել է նաև, թե ինչպես պետք է կատարել կամ ունկնդրել հիմնը, եթե չկա օբյեկտիվ անհնարինություն, ասենք ֆիզիկական սահմանափակումներ։ Պետք է լինեն հոտնկայս եւ ձեռքը կրծքին, դրած ի նշան հարգանքի եւ հավատարմության։ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի պաշտոնական տարբերակը, ուրեմն կարող եք գտնել կառավարության կայքում կամ մեր նախարարության կայքում։ Ունենք այդտեղ եւ պարտիտուրաները տարբեր ուրեմն ձևաչափերով կարճ եւ երկար եւ ունենք ձայնագրությունը, որը ձայնագրվել է պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Չեքիջանի անվան երգչախմբի կողմից։ Հանրակրթության վարչության պետը շեշտում է պետական խորհրդանիշների նկատմամբ վաղ տարիքից ճիշտ վերաբերմունք ձևավորելու անհրաժեշտությունը ու ըստ նրա թերևս ավելի լավ կլինի, եթե այդ վերաբերմունքն արդեն ինքնաբերաբար դառնա, ոչ թե միայն գիտակցված։ Որ օրհներգի հնչյունները լսելիս երեխաները, երբ որ կդառնան մեծահասակներ, ակամայից սկսեն բարձրաձայն երգել, օրհներգը լսելիս ոտքի կանգնեն։ Հայաստանի օրհներգը ամեն շաբաթ հնչելու օրենսդրական պահանջը շատ դեպքերում չի կատարվել ու չի կատարվում։ Ինչ երաշխիք կա, որ կենդանի կատարման պահանջն էլ չի մնալու թղթի վրա։ Վարչության պետն ասում է այդ առումով անելիք ունեն։ Որովհետև հակառակ դեպքում այն ինչի մասին նախապես խոսում էինք, որ դա բոլոր երեխաների համար պետք է դառնա սովորական բան, օրհներգը երաժշտությունը լսելը եւ բարձրաձայն երգելը, հակառակ դեպքում դա տեղի չի ունենա կամ տեղի կունենա, որը էլի այն միասնականությունը, որ մենք ուզում ենք, որ ձևավորվի օրհներգի կատարման շուրջ, չի ձևավորվի, այնպես որ մեր անելիքը լինելու այն, որ եւ հիշեցնենք բարբերաբար եւ որոշակի
մշտադիտարկում իրականացնենք, որ վստահ լինենք, որ տեղի է ունենում։ Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում նախորդ տարի կատարված փոփոխություններով ամեն երկուշաբթի դասերը սկսելուց առաջ օրհներգի կատարումը պարտադիր է դարձել նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում, քոլեջներում և ուսումնարաններում հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ։ Աննա Զախարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։